Կառավարության 2024 թվականի ծրագրում անդրադարձ է կատարվել հայ-ռուսական հարաբերություններին, նշվել է, որ 2024-ի ընթացքում շարունակվել է Ռուսաստանի հետ բարձրագույն եւ բարձր մակարդակներով երկխոսությունը։ Հայաստանը եւ Ռուսաստանն ակտիվ գործակցել են ԵԱՏՄ եւ ԱՊՀ շրջանակներում 2024-ի արդյունքներով Հայաստանի եւ Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 12.4 միլիարդ ԱՄՆ դոլարին համարժեք գումար, նշված է փաստաթղթում։ Freedom House միջազգային հեղինակավոր կազմակերպությունները ապարակել է ազատությունն աշխարհում 2025 զեկույցը դժվար պայքար իրավունքների համար վերատարությամբ։ Ըստ Freedom House-ի տարածաշրջանում միայն Հայաստանն ու Վրաստանն են դասվում մասամբ ազատ երկրների շարքին, Թուրքիան, Ռուսաստանն, Ադրբեջանն ու Իրանն ընդգրկված են ոչ ազատ երկրների խմբում։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսին։ Անդրադարձ է կատարվել ներքին գործերի նախարարության եւ ենթակա ծառայությունների բարեփոխումների ընթացքին արձանագրված արդյունքներին համատեղ պլանավորվող նոր քայլերին։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է աջակցություն առողջապահական համակարգի դիմակայությանն արևելյան գործընկերության երկրներում ծրագրի բացման միջոցառմանը։ Նախարարը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումների ընթացքը Հայաստանի Հանրապետությունում։ Դոնեցկի եւ Լուգանսկի հանրապետությունները Զապորոժիայի եւ Խերսոնի շրջանները Ռուսաստանի անբաժանելի մասն են, դա անվիճելի փաստ է, որ չի քննարկվում, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համարը Արման Ծառուկյանը պատասխանել է այն տեղեկություններին, թե իբր հրաժարվել է մենամարտել Ջասթին Գեյջի դեմ։ Ես չեմ ասել ոչ, ես չեմ հրաժարվել մենամարտից, ես անմիջապես ընդունեցի մենամարտի առաջարկը, բայց խնդրեցի, որ այն կայանա միջանկյալ քաշային կարգում, քանի որ կշռման արարողությանը մնացել են ընդամենը 11 օր։ UFC-ից պատասխանեցին, որ դա հնարավոր չէ, Instagram-յան իր էջում գրել է Ծառուկյանը։